Բաքվի արտաքին քաղաքական ակտիվությունից մինչև տարածաշրջանային լարվածության աճ։ Շուշիում հակառուսական հայտարարություններ են հնչել, Սոկարի օբյեկտների դեմ հարձակում է տեղի ունեցել։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում բաց մի թողեք հաղորդաշարն է, որի շրջանակներում շարունակում ենք հետևել թշնամու ներքին անցուդարձին։ Բռնաձախծված Շուշի քաղաքում անցկացվել է համաժողով, որի ընթացքում Ռուսաստանի հասցեին հնչել են մի շարք մեղադրանքներ։ Միջոցառմանը, որին մասնակցել են տարբեր երկրների ներկայացուցիչներ, այդ թվում ԱՄՆ-ից, Գերմանիայից եւ Թուրքիայից, հնչել են Ռուսաստանին ուղղված մեղադրանքներ կապված ադրբեջանցիների նկատմամբ վերաբերմունքի եւ պատմական հարցերի հետ։ Հավաքի մասնակիցներն ընդունել են հայտարարություն Մոսկվային ուղղված պահանջներով։ Միևնույն ժամանակ միջոցառումը նոր քննարկումներ է առաջացրել Ադրբեջանի արտաքին քաղաքականության շուրջ։ Բաքուն վերջին շրջանում ակտիվորեն առաջ է մղում իր դիրքորոշումները ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի ուղղությամբ, խորացնելով տարածաշրջանային հակասությունները։ Շուշիում անցկացված այս համաժողովը հերթական ազդակն է ռուս-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածության ֆոնին, գրում է Ցուրանսկի Էքսպրես թելեգրամյան ալիքը։ Իսկ ահա Ուկրաինայի Միկոլայևի մարզում հարվածի է ենթարկվել ադրբեջանական Socar Energy Ukraine ընկերությանը պատկանող ավտոլցակայանը։ Ընկերության տվյալներով Նեչայնե գյուղում գտնվող լցակայանը ենթարկվել է անօդաչու սարքերի հարձակմանը։ Հարձակման հետևանքով պայթյուն է տեղի ունեցել, վնասվել է վարչական շենքը։ Socar-ը հայտնել է, որ աշխատակիցները գտնվել են ապաստարանում, ինչի շնորհիվ տուժածներ չկան։ Սա Ադրբեջանի ներսում դժգոհություն է առաջացրել։ Ադրբեջանը ընդլայնում է իր էներգետիկ ազդեցությունը տարածաշրջանում։ Իլհամ Ալիևը հաստատել է Ադրբեջանի եւ Վրաստանի կառավարությունների միջև էլեկտրաէներգիայի մատակարարման եւ Վրաստանի տարածքով էլեկտրաէներգիայի տարանցման մասին համաձայնագիրը։ Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը պետք է ապահովի դրա իրականացում, իսկ արտաքին գործերի նախարարությունը Վրաստանին տեղեկացնի անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին։ Բաքուն այսպիսով շարունակում է էներգետիկ ոլորտը օգտագործել որպես տարածաշրջանային ազդեցության գործիք, ամրապնդելով իր դիրքերը հարևան երկրների հետ հարաբերություններում։ Թուրքիան էլ նպատակ ունի առաջիկայում մտնել աշխարհի խոշորագույն զենք արտահանող երկրների տասնյակ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդետ Ելմազը, նշելով, որ ներկայում երկիրը պաշտպանական արտադրանքի արտահանման ցուցանիշով զբաղեցնում է 11-րդ տեղը։ Նրա խոսքով Անկարան ցանկանում է ամրապնդել իր դիրքերը ռազմական արդյունաբերության ոլորտում եւ խաղաղ բարձրագույն լիգայում։ Հիշեցնենք, որ Թուրքիան վերջին տարիներին ակտիվորեն զարգացնում է սեփական ռազմական արտադրությունը, մեծացնելով անօդաչու սարքերի, զրահատեխնիկայի եւ այլ պաշտպանական արտադրանքի արտահանումը։ Թուրքիան բարձրացրել է Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով նավերի տարանցման վճարները։ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարության տվյալներով հուլիսի 1-ից 1 տոննայի համար վճարը բարձրացել է 5.83 դոլարից մինչև 6.7 դոլար, աճելով մոտ 15%-ով։ Թուրքական իշխանությունների գնահատմամբ 2025 թվականի հուլիսից մինչև 2026 թվականի հունիսը նեղուցներով նավերի անցումից երկրի եկամուտները կարող են կազմել մոտ 254 միլիոն դոլար։ Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները համարվում են համաշխարհային ծովային առևտրի կարևորագույն երթուղիներից մեկը եւ դրանց վերահսկումը Թուրքիային ապահովում է զգալի տնտեսական լծակներ։ Ռուսաստանը Սամարայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Շիրվան Քերիմովին զրկել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ քաղաքացիության չեղարկման մասին ծանուցումը նրան ուղարկվել է այն ժամանակ, երբ նա արդեն գտնվում էր Ադրբեջանում։ Ավելի վաղ ՌԴ քաղաքացիությունից զրկվել էր նաև Մոսկվայի ադրբեջանցիների ազգային մշակութային ինքնավարության ղեկավար Բախտիյար Հասանովը։ Այժմ նա գտնվում է միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնում եւ նրան սպառնում է արտաքսում։ Դեպքերը վկայում են, որ Ռուսաստանում վերջին շրջանում ստացվում են միգրացիոն վերահսկողության եւ քաղաքացիության հարցերի նկատմամբ մոտեցումները։ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ երրորդ երկրների տարածքում ռազմական հակամարտություններին մասնակցելը կարող է քրեական պատասխանատվության եւ որոշ դեպքերում քաղաքացիությունից զրկելու հիմք դառնալ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Սակայն հայտարարությունն արդեն քննարկումների առիթ է դարձել, քննադատները հարց են բարձրացնում, արդյոք այս մոտեցումը հավասարապես կկիրառվի բոլոր դեպքերի նկատմամբ, այդ թվում արտերկրում տարբեր ռազմական գործողությունների մասնակցող ադրբեջանի քաղաքացիների։ Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվական դաշտում տարբեր ժամանակներում ներկայացվել են արտասահմանյան հակամարտություններին մասնակցող ադրբեջանցիների մասին հակասական հրապարակումներ։
Թուրքիան Իսրայելին մեղադրել է իր հասցեին հնչող քննադատությունները խեղաթյուրելու եւ ապակը տեղեկատվական արշավ իրականացնելու մեջ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի պաշտոնյաների տարածած մեղադրանքները նպատակաուղղված քարոզչական արշավի մաս են։ Անկարան պնդում է, որ Իսրայելի իշխանությունները փորձում են փոխել միջազգային օրակարգը, շեղելով ուշադրությունը Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններից եւ տարածաշրջանային քաղաքականությունից։ Թուրքիայի ԱԳՆ-ն կրկին կոչ է արել Իսրայելին վարել կառուցողական եւ խաղաղ քաղաքականություն, նշելով, որ Անկարան շարունակում է բարձրաձայնել իր դիրքորոշումը։ Ադրբեջանցի գործարար Իլհամ Ալիևի նախկին փեսա Էմին Ագալարովին պատկանող Սիեբրիզ ընկերությունը հայտնվել է ուշադրության կենտրոնում կապված իսրայելական Մաքաբի Նեթանյա ֆուտբոլային ակումբի հովանավորության հետ։ Կողմերի միջև հովանավորչական պայմանագիրը կնքվել է 1 տարի առաջ։ Այդ ժամանակից ի վեր ընկերության տարբերանշանը տեղադրված է ակումբի մարզաշապիկներին։ Ակումբը հայտարարել է, որ համագործակցությունը կարևոր քայլ է միջազգային կապերի զարգացման ուղղությամբ։ Սիեբրիզի ներկայացուցիչներն էլ նշել են, որ գործակցությունը նպատակ ունի ամրապնդել Իսրայելի եւ Ադրբեջանի միջև զբոսաշրջային ու գործարար կապերը։ Ադրբեջանում շարունակում է աճել վարակի հիվանդությունների տարածումը։ Պաշտոնական տվյալների համաձայն 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին երկրում կտրուկ ավելացել են ջրծաղիկի եւ կարմրուկի դեպքերը։ Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով 5 ամսում ջրծաղիկով վարակվածների թիվը հասել է 31397-ի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 17595 դեպքի փոխարեն։ Կարմրուկի դեպքերն աճել են ավելի քան 10 պատիկ, 10-ից հասնելով 127-ի։ Թե ինչու է Ադրբեջանի առողջապահական համակարգը անգործության մատնվել եւ չի կարողանում կանխել նման աճը եւ որքանով են արդյունավետ իրականացվող կանխարգելիչ ծրագրերը, Բաքվի պաշտոնական շրջանակները չեն մանրամասնում։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Fast-Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։